Ֆրանսիա, Փարիզ 2025 Սիրո մայրաքաղաք Փարիզի սրտում արդեն երրորդ անգամ կանցկացվի պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը։ Ճարտարապետական գլուխգործոց օպերա Գարնիեի հոյակերտ դահլիճում հունիսի 9-ին կհնչեն ծափողջույններ ուղղված հայ նշանավոր գործիչներին, որոնք կարևոր ներդրում ունեն հայ ժողովրդի պատմության մեջ, նաև երկրի տնտեսության զարգացման եւ հզորացման գործում։ Մրցանակաբաշխությանը մասնակցելու են կրթության, առողջապահության, մշակույթի, արտադրության, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ։ Մրցանակաբաշխությունն առավել թեժ է եղել սուպերմարկետների ոլորտում, ու երկար սպասումից հետո այսօր կհայտարարվի տարվա լավագույն սուպերմարկետի անունը։ Հունիսի 9-ին Փարիզի լեգենդար Գարնիե օպերայի կամարների ներքո կհնչեն ծափողջույններ ուղղված այն նշանավոր հայ գործիչների, ովքեր կարևոր ներդրում ունեն երկրի ու պետության զարգացման ու հզորացման գործում։ Հենց այնտեղ, որտեղ սովորաբար օպերետի գլուխգործոցներն են հնչում, այս անգամ ծափահարություններ էին հայ ժողովրդի արժանավոր զավակներին։ Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը նախորդ անգամ արդեն անցկացվել է Վենետիկում եւ Դուբայում։ Այս անգամ հերթը Սիրո մայրաքաղաքինն է։ Ֆրանսիան է ընտրվել ի նշան հայ-ֆրանսիական դարավոր երախտագիտության։ Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի մտավոր, գիտական, գործարար ներուժը, այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ մշտապես բարձրացնում են Հայաստան անուն ամբողջ աշխարհում։ Պրեստիժ մեդիայի նախաձեռնած այս բացառիկ միջոցառմանը ներկայացված էին համաշխարհային հաջողություն ունեցող հայեր տարբեր ոլորտներից։ Մրցանակաբաշխությունը նպատակ ունի ընդգծելու նրանց առանցքային դերը հայրենիքի անունը բարձր պահելու գործում։ Այս նախաձեռնությունը պետք է դառնա կամուրջ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, պետք է ներգրավի նոր ներդրումներ ուղղված Հայաստանի զարգացմանը, նպաստի Հայաստանի շենացմանը։ Կրթություն, արվեստ, բժշկություն Եվ ի վերջո երկար սպասումից հետո վերջապես կհնչի տարվա լավագույնների անունները։ Թեժմրցակցությունից հետո պարզ կդառնա տարվա լավագույն սուպերմարկետ տիտղոսին արժանիի անունը։ Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխության նպատակն է ամրապնդել Հայաստանի միջազգային հեղինակությունը, դառնալ կամուրջ Հայաստանի եւ Սփյուռքի միջև, ներգրավելով նոր գործընկերներ, ստեղծելով նոր համագործակցություններ ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Փարիզը այս օրերին հայկական հնչերանգ ունի, մեծարանքի արժանացան նրանք, ովքեր ապացուցել են, կարելի է հաջողել աշխարհում, բայց չկտրվել արմատներից, իսկ պրեստիժը դառնում է այն կամուրջը, որը Հայաստան է բերում գաղափարներ, նվիրումներ ու երազանքներ։ Հասմիկ Անտոնյան, Զոհրաբ Քարապյան, ժամը լրատվականի համար։